Այսօր ծանոթանում ենք ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով տվյալ ամսվա համար նախատեսված աշխատանքների պլանավորմանը։ Մենք ունենք ուսումնադաստիարակչական աշխատանքներ, որոնք իրականացնում ենք ուսումնական պլանին համաձայն, այսինքն ներդասերը եւ խմբակները եւ նախագծերը եւ ամփոփիչ աշխատանքները, այսինքն գործընթացներ, որ ուսպլանով է նախատեսված, եւ մենք անում ենք անկախ նրանից, դրանք տարեկան պլանում արտացոլված են, թե ոչ։ Եվ այդ պատճառով սովորաբար հենց տարեկան պլանում չենք արտացոլում, բայց տարեկան պլանում արտացոլում ենք նաեւ միջոցառումները, որ նվիրված են այս կամ այն գրողին կամ գիտնականին կամ հիշարժան օրվան կամ որևէ ակցիա բնապահպանական կամ այլ տեսակի։ Մենք ունենք նաև ամսվա ընթացքում սեմինարներ, որ իրականացնում ենք ելնելով դպրոցի կարիքներից, եւ վերջինը ներդպրոցական վերահսկողության գործընթաց, եւ այդ ներդպրոցական վերահսկողության գործողությունները մենք իրականացնում ենք ստուգելու համար ուսպլանով նախատեսված ուսումնական աշխատանքների կազմակերպման որակը, միջոցառումների արդյունքները ամփոփում ենք կամ գնահատում ենք եւ գնահատում ենք սեմինարի արդյունքները, այսինքն ներդպրոցական վերահսկողությունը վերաբերվում է եւ այն աշխատանքներին, որ նկարագրված են ՈՒԴԱՊ-ում, եւ այն աշխատանքներին, որոնք սահմանված են ուսումնական պլանով։ Երբ որ մենք ծանոթացանք այդ գործողություններին, մենք որոշում ենք յուրաքանչյուր գործողության պատասխանատուին, խորհրդակցությանը մասնակցող ուրեմն անդամներից մենք այդ խորհրդակցությունը հրավիրում ենք յուրաքանչյուր ամսվա սկզբին։ Եվ երբ որ այդ աշխատանքի բաժանումը մենք կատարեցինք եւ սահմանեցինք այն ժամկետները, որի ընթացքում գործողությունները պետք է կատարվեն, կազմում ենք ամսվա պլանը, որտեղ նկարագրվում է աղյուսակով գործողությունը, վերջնաժամկետը, պատասխանատուն, ռեսուրսները եւ ամենակարևորը հաջողության ցուցիչները։ Հիմա նախ հասկանանք ինչ նպատակ ունի այս խորհրդակցությունը։ Մենք փաստորեն այս ամսվա աշխատանքները պլանավորելով ցանկանում ենք իրականացնել աշխատանքի բաժանում վարչական աշխատողների միջև, սահմանենք աշխատանքի կատարման ժամկետները եւ ապահովենք աշխատանքի կատարումը։ Այս վերջի տողը հենց վերաբերում է տնօրենին, այսինքն սա տնօրենի պատասխանատվությունն է։ Նախորդ երկուսներն էլ գործողության իմաստով, սահմանման իմաստով վերաբերում են տնօրենին, բայց այդ աշխատանքները կատարելու են այն մարդիկ, ում հանձնարարված է այդ աշխատանքի ուրեմն կազմակերպումը, բայց որ այդ բոլոր ուրեմն համակարգի աշխատանքներին հետևի ու ուրեմն դրանց կատարումը ապահովի պատշաճ ձևով գնահատումը, դա տնօրենի պատասխանատվությունն է։ Վերջնարդյունքներն երկուսն են մեծ հաշվով պլանավորված աշխատանքները կատարվեցին ժամկետին եւ սահմանված մակարդակով, որակով, եւ դպրոցի վարչական կազմը, այն մարդիկ, ովքեր մասնակցում են խորհրդակցությանը, իմացան, ծանոթացան ամսվա տարեկան ամսվա պլանին եւ ուրեմն պլանի բոլոր աշխատանքներն հիշում են, կփոխանցեն նաեւ այն մասնակիցներին, ովքեր այդ աշխատանքները իրականացնելու են։ Հիմա պլանը ուրեմն ունի 5 բաժիններ, այսինքն աղյուսակ, 5 շնակով եւ բազմաթիվ տողերով, որովհետեւ տողերում գրվելու են գործողությունը։ Այսինքն առաջի տողում գրվում է առաջի սյունյակի առաջի տողում գրվում է գործողությունը։ Երկրորդ սյունյակի առաջի տողում գրվում է այդ գործողության վերջնաժամկետը։ Երրորդ սյունյակի առաջի տողում գրվում է այդ գործողության պատասխանատուն։ Չորրորդ սյունյակի առաջի տողում գրվում են այն ռեսուրսները, որ այդ գործողությունը իրականացնելու համար անհրաժեշտ են, եւ 5-րդ սյունյակի առաջի տողում գրվում է այն հաջողության ցուցիչները տվյալ գործողության համար։ Սրանք շատ կարեւոր են։ Հիմա անդրադառնանք ապացույցներին։ Ապացույցները հետեւյալն են։ Ուրեմն տնօրենի մոտ այս առաջի պլանավորման ժողովի արձանագրությունը եւ այդ ժողովի մասին ինֆորմացիա, որը տեղադրվում է Facebook-յան էջում եւ նկարներ այդ միջոցառումից, սրանք նույնպես ապացույցներ են։ Չմոռանաք այդ տեքստի մեջ նշել նաեւ #UDATP,
ցանկալի է մեծատառերով, որը մեծ հնարություն կտա հետո մեկտեղել այդ ամբողջ ինֆորմացիան եւ պատկերացում ունենալ, թե ինչ աշխատանքներ են կատարում։ Միջալյուց այս ինֆորմացիան շատ կարեւոր է նաեւ տեղադրել բոլոր տեսակի եւ ուրեմն UDAP-ի հետ կապված աշխատանքների մասին, բացի ուրեմն միջոցառումներից տարբեր թեմաներով։ Ուղղակի մի քանի նկար ընդհանուր նկարագրով։ Այսպիսով, ուրեմն երբ որ մենք իրականացնում ենք աշխատանքը եւ հետեւում ենք դրա իրականացմանը, մենք պետք է ունենանք նաեւ արձանագրություններ։ Օրինակ, ստուգեցինք էլեկտրոնային մատյանը, դրա մասին արձանագրություն, օրինակ ամփոփեցինք ամփոփիչ աշխատանքների արդյունքները, վերլուծեցինք դրանք եւ անպայման արձանագրությունով դա պետք է ունենանք։ Պետք է ունենանք նաև արձանագրություն դասալսման ժամանակ, այդ բոլորը պետք է պահպանվի, հետո կցվի մեթոդ միավորման նիստերի թղթապանակին, որպեսզի անհրաժեշտության դեպքում այդ ապացույցները ներկայացվեն հիմնավորելու համար, որ այն ինչ որ արձանագրված է մեթոդ միավորման նիստում, ոչ թե ուղղակի գրված է, այլ իրականացված աշխատանքի մասին ենք մենք այնտեղ խոսում։ Շատ կարևոր է, որ մեթոդ միավորման նիստերը նույնպես արձանագրվեն մանրամասն, անուններով, ժամերով, հաջողություններով եւ դժվարություններով, որոնք վստահ եմ դուք հետո ուրեմն կամփոփեք եւ կիրականացնեք։ Սա էր այն հիմնական աշխատանքը, որ մենք պետք է կատարենք այդ պլանավորման եւ կազմակերպման ընթացքում, երբ որ ցանկանում ենք մեր ամսական աշխատանքները պատշաճ ձևով կատարել։ Ցանկանում եմ հաջողություն։